Ուրեմն բոլոր են մարդիկ, ովքեր սիրում են հայրենիք, կարող են ստեղծել աշխատատեղ, շոկեքարշի դեր տանել, հատուկ դրսի ուժերից թիրախավորվում են, ունեցվածքից զրկում են, ճանապարհին թափում մեր գրեն, ճանապարհին խփում են, բանդարգում են եւ հայրենիքից վտարում են, որովհետեւ թողնեն ստրուկներին եւ իրենք իրենցից մի քանի ընտանիքով ամբողջ երկրի ունեցվածքը դառնա իրանց սեփականությունը եւ իրենք թակավորի պես ապրեն։ Սա մասոնական ծրագիր է, գիտենաք, սա մասոնների ծրագիրն է եւ ռուսներին այստեղից վռնդելը։ Պատկերացրեք, 320 միլիոնանոց թուրքալեզու ազգի մեջտեղ է կանգնած է հայ ժողովուրդը։ Եթե այսօր ռուսական տրոշը այստեղից տանեն, հիշեք, երկրորդ օրը դրանք քայլելով կգան եւ այս ջահելությանը կվերացնեն րոպե չի քաշի։ Եթե ռուսին այստեղից անեն, ամբողջ աշխարհը թափել է ռուսի վրա, վրեկը չի կարող։ 3 միլիոնից ավել մեր եղբայրներ ապրում են Ռուսաստանում։ Եթե միայն այնտեղից կտրեն այդ գումարները, որ գալիս է իրենց հարազատներին, մենք էլի այստեղ չենք կարող գոյատևել։ Լավ իմացեք, երկրի արտադրության 80-ից 90%-ը վաճառվում է Ռուսաստանում։ Միայն եթե դա փակվի, ինչ ենք ուտելու։ Իսկ այս Եվրոպա մետները, որ հիմա կան մի քանիսը, դրսից գումարներ ստանալով, այդ սորսից, որ նայում ես, միլիոն դոլարներ են ստացել, միլիոն դոլարներ, այո, փողի համար վաճառում են Հայաստանի Հանրապետությունը։ Զարթեք, ոտքի կանգնեք, ճանաչեք, այնքան ցայտուն է տարբերությունը, այնքան պարզ է ու աղաղակող է, որ չի կարող են ամենա սովորական մտածող մարդը չհասկանա, թե ինչ են ուզում, ուր են տանում ու ովքեր են սրանք։ Այս ամեն ինչը տեսնելով, ուրեմն ես կարող եմ շատ թվարկել, թե ինչ մոտեցումներ եմ ցույց տալու քաղաքի համար։ Շատ կարող եմ։ 8 հիվանդանոց, մի հիվանդանոցի վրա են թողել։ Ջավախքը օգտվում է հիվանդանոցից։ Արագածոտնի մարզի այս հատվածը օգտվում է մեր հիվանդանոցից։ Գուգարկի այս հատվածը օգտվում է հիվանդանոցից։ Հələ գնացեք հիվանդանոցի վիճակը նայեք։ Այսինքն էդել եմ ես կառուցել տվեք, գիտենաք, բայց մեզ պետք է երկրորդ, երրորդ հիվանդանոցները։ Այդ ձեզ ասում եմ, ուրեմն քաղաքապետական հիվանդանոց ենք ունենալու։ Երևանում գիտեք, հիվանդանոցի տերերը ովքեր են, ամենաուժեղ բիզնեսն է, եւ ովքեր են հանրապետության հիվանդանոցի տերերը, բոլորը լավ գիտեք, նրանք, որոնք բերել են այսօրվա ղեկավարությանը, երկրի ամբողջ է դարձյալաբերել ամեն ինչ գտնվում է մի քանի ընտանիքի ձեռքին։ Հիմա այստեղ բացելու ենք երկրորդ հիվանդանոցը, երբ որ դարձա քաղաքապետ։ Այո, հիշեք խոսքս։ Ուրեմն պայմանագիր եմ կնքելու Ռուսաստանի Մոսկվայի ամենալավագույն հիվանդանոցների հետ։ Ամենալավագույն։ Այնտեղի պրոֆեսորների հետ, այստեղի բժիշկները, այստեղ բժիշկա կանգնած, ուրախանում են կանգնած տեղերը, որ այս այդ հարցն են բարձրացնում։ Ուրեմն անպայման բոլորիս հետ միասին քաղաքում ունենալու ենք երկրորդ, երրորդ հիվանդանոցները եւ չի պատկանալու այն օլիգարխներին, որոնց անունները դուք գիտեք։ Դա պիտի լինի ժողովրդի սեփականությունը։ Իմ աշխատած ժամանակահատվածում վերին կառույցների ամենահզոր ղեկավարներն ասում էին, ջրմուղի 44%-ը, որը պատկանում է գյումրեցիներին, պետք է տաք վիոլա ջրին։ Ասել եմ չեմ տալիս, միանշանակ, որպես ինչ պիտի տանք վիոլա ջրին, ասեք, հա, ձերն է, հասկանալի է։ Ինձանից հետո 44%-ը տվել են վիոլա ջրին եւ բոլորս հիմա այդ գումարները, որ մուծում ենք, ուրեմն պատկերացրեք մեր ունեցվածքն է դա։ 44%-ը եղել է ժողովրդի, ուրեմն սեփականությունը։ Ոչ մի բանով վերցրել ու տվել են վիոլա ջրին։ Ես չգիտեմ դե Թումո կենտրոնն ումն է, բայց հիմա արդեն գիտեմ։ Առաջ անգամ որելան ասեցին Թումո կենտրոն, ես այ խաշտու ավետարանը վկա, տանս ոսկիներից վաճառ է տվել եմ $30,000, որ քաղաքում բան է կառուցվում։ $30,000 ես եմ տվել։ Հիմա եկել են քաղաքի ամենահին, երկրի ամենահին, ուրեմն թատրոնի շենքը սեփականաշնորհել են 0 դրամներով, 0 հիշեք։ Ու ձերքերը գցել են այգու,
Այդ ինչ որ մենք կառուցել ենք այդ օազիս բանը, դրանք էլ ուզում են խլել մեզանից։ Դրա համար մեզ տվել են դադի, որ ես վախենանք։ Գնանք ասենք արեք ձեզի միայն մեզից չդադեք։ Էլ չգիտեմ որ աշխարհի մինչև վերջ բողոքարկելու ենք։ Դրա հետևները գիտենք ովքեր են կանգնած։ Ուրեմն մյուսն ասեմ ձեզ, Մանկավարժական ինստիտուտի շենքը որ պաբս է կառուցել, շինարարն է եղել։ 6-րդ դպրոցը պաբս է կառուցել, շինարարն է եղել։ Ստադիոնը եղել է մեր Ղուգասյանների թութունի դաշտը։ Ուրեմն չգիտեմ այդ տեխնոպարկը որ անադին է պատկանում, որ անադին։ Նու ես գիտեմ, բայց չեմ կարող իմանալ դե ով է դա։ Ստադիոնը, քաղաքապատկան ստադիոնը վերցրել են ու տվել են ուրեմն պետական գույքի նախարարությանը, դրանից հետո տվել են Շիրակ ֆուտբոլային թիմին, որպես ինչ։ Քաղաքի ունեցվածքը որպես ինչ եք տվել դուք դրանց հետևը գիտեք ովքեր է կանգնած։ Ուրեմն այստեղ երկաթգծի հիվանդանոցը 17-15 թվականին տվել են Սերմակեշին։ Ով է Սերմակեշը։ Տվել են որ աշխատատեղեր ստեղծեն։ 17000 քառակուսի մետր։ Ուրեմն 8-ից 10000 միայն շենք շինություն ու հոյակապ վիճակում առանց երկրորդ կարգի ուրեմն վտարայնություն ունի, երկրորդ կարգի, այսինքն հիմա այս շենքերն էլ է երկրորդ կարգի։ Ուրեմն պատկերացրեք տվել են եւ տանցել է 10 տարի մի հատ մատները ինչ են տալիս։ Եվ չկա մեկը, որ հարցնի թե էս ում եք տվել, ինչու համար եք տվել։ Ուրեմն կինո հոկտեմբերը ես այն ժամանակ որ եկա վաճառեցինք բանին, կինո Մոսկվային, որ այսօր բոլոր կինո թատրոնները չի գործում, որովհետև միայն կինո Մոսկվան իրավունք ունի դրսից կինոներ ներկրի Հայաստան։ Հետո դրանց կինոները այնպեսին է, որ պետք է անպայման ունենաս Dolby System։ Ուրեմն սրանց հետ պայմանագիր կնքեցինք։ Բերեցինք այդ ամեն ինչ տարեցինք, վերանորոգվեց, $1 միլիոն ներդրում արվեց։ Աշխատում էր ու պայմանագիրը կնքել եմ, որ 100 տարի պիտի լինի կինո դալիճ։ Իրանք վաճառել են մեկ ուրիշի, այսօր այդ ֆուտբոլային թիմի տիրոջը հավանական է։ Եվ հիմա սրանք ուզում էին այդտեղ սարքեին հյուրանոց, պատկերացրեք, բայց քաղաքապետարանը պայմանագրերը ձեր մոտ է, ինչի չեք հանում, ասեք, թե դուք իրավունք չունեք, որ այդպես հեշտ ու հանգիստ գնել եք։ Ուրեմն նկարիչների միության շենքը պատկերացրա, տվել եմ այս Պաբոյան Արտուշին, որ այս հայու արձանը դրեց, և պայմանագիր եմ կնքել, որ պիտի անպայման հսկայական այս դալիճը պիտի լինի նկարիչների պատկերացրա, քաղաքի։ Մինչև այսօր մի հատ քաղաքապետ չկա, մի հատ քաղաքապետարանի աշխատող չկա, որ ասի թե սա տրված է նկարիչների միությանը, ոչ այդպես միայն իր սեփականությունն է։ Ինքը պիտի որոշակի շահույթ ստանա, բայց դա պիտի ծառայի քաղաքի նկարիչների միությանը։ Մի հատ ցան չեն հանում, ոչ քաղաքապետարանը, ոչ մնացածը։ Մի խոսքով նմանատիպ հարյուրավոր օրինակներ կարող եմ ես բերել ձեզ։